Ողջույն, այսօր պարզելու ենք, թե որքան գումար է ծախսվում պետբյուջեից ծխելու դեմ պայքարի անվան տակ, ովքեր են ստանում այդ գումարները և ինչ արդյունք ունենք առ այսօր։ Ամեն տարի նախագահի աշխատակազմը գումարներ է հատկացնում ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունների։ 2011 թվականին 7 հասարակական կազմակերպություն 100 միլիոն դրամ է ստացել նախագահի աշխատակազմից։ 2012-ին ևս 100 միլիոն դրամ ստացել է 8 այլ կազմակերպություն, իսկ 2013-ին նախատեսված 60 միլիոն դրամից դեռևս 10 միլիոն դրամ տրամադրվել է 8 բոլորովին այլ հասարակական կազմակերպությունների։ Թեև այս 3 տարիների ընթացքում գումարները տրամադրվել են 19 տարբեր հասարակական կազմակերպությունների, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ 210 միլիոն դրամը ստացել են միևնույն մարդիկ, քանի որ ըստ պետրեգիստրի այս կազմակերպությունները գրանցված են հիմնականում 5 մարդու անունով՝ Միքայել Մարտիրոսյանի, Էդուարդ Հարությունյանի, Հովհաննես Պարսեղյանի, Ինգա Հարությունյանի և Սուրեն Ներսիսյանի։ Թե ինչ արդյունքների են հասել այս հասարակական կազմակերպությունները ծխելու դեմ պայքարի հարցում հայտնի չէ, քանի որ կառավարությունը չունի այս ոլորտին վերաբերող պաշտոնական տվյալներ։ Հաջորդ շաբաթ կրկին պարզելու ենք, թե ինչ գումարներ են ծախսվում քո գրպանից։